Մտածում եմ ինչից խոսենք ու չեմ կարողանում չանդրադառնալ սեռավարակներին։ Հազարավոր տարիներ մարդիկ գիտեն այդ վարակների մասին։ Հազարավոր տարիներ հիվանդանում են, հազարավոր տարիներ գիտեն, որ շատ վտանգավոր է ու շատ հաճախ դա շատ վատ է վերջանում, բայց միևնույն է շարունակում են։ Ու պատկերացրու մեկը կա այդ վարակներից, որ գնալով ավելի ու ավելի շատանում են։ Արի հենց դրա մասին այսօր խոսենք։ Ուրեմն չես։ Գնացինք։ Ողջույն, հանրայինի եթերում Երկիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ այսօրվա հաղորդումը ինչպես կրահեցիք նվիրված է լինելու սեռավարակներին։ Սեռավարակներից մեկին, ամենախորամանկին, որը կարող է ձեզ մոտ թողնել ալերգիայի տպավորություն, կարող է անգամ հոգեկան խանգարումների տպավորություն թողնել, հիվանդություն, որը նմանակում է, հիվանդություն, որը չգիտես ինչու, այդ արդեն կպարզենք մասնագետի հետ, գնալով ավելի ու ավելի շատանում է։ Խոսելու ենք սիֆիլիսից։ Գնացինք տեսանյութը դիտելու։ 1493 թվական Քրիստոփոր Կոլումբոսի նավերը վերադառնում են նոր աշխարհից, բերելով ոչ միայն ոսկի, այլև մի անտեսանելի թշնամի, որը պիտի վերափոխեր Եվրոպայի պատմությունը։ Սիֆիլիսը կամ ինչպես կոչում էին այն ժամանակ ֆրանսիական հիվանդությունը դարձավ վերածննդի դարաշրջանի ամենասարսափելի ստվերը։ Այն չէր խնայում ոչ ոքի, թագավորներից մինչև հանճարներ, Իվան Ահեղ, Շուբերտ, Գի դե Մոպասան, Նիցշե, Պոլ Գոգեն եւ այլք։ Սա հիվանդություն էր, որն ազդեց նույնիսկ նորաձևության վրա։ 16-րդ դարում կեղծամների լայն տարածումը կապված էր հենց սիֆիլիսի հետևանքով առաջացած ճաղատությունն ու գլխի վերքերը թաքցնելու հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի զեկույցի համաձայն աշխարհում տարեկան գրանցվում է սիֆիլիսի ավելի քան 8 միլիոն նոր դեպք։ Վերջին տասնամյակում զարգացած երկրներում հիվանդացության ցուցանիշներն աճել են միջինը 150%-ով։ Սիֆիլիսը վաղուց դադարել է լինել միայն ռիսկային խմբերի խնդիրը։ Այսօր թիրախում է սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր մարդ, որն անտեսում է պաշտպանության կանոնները։ Բժիշկներն այն կոչում են մեծ նմանակող։ Սիֆիլիսը հմտորեն թաքնվում է սովորական ցանի, գրիպի կամ հոգնածության քողի տակ։ Սակայն անուշադրության մատնված անգամ փոքրիկ ցավ չառաջացնող վերքը տարիներ անց կարող է քայքայել նյարդային համակարգը, առաջացնել կուրություն կամ սրտի փականների ախտահարում։ Այսօր սիֆիլիսը լիարժեք բուժելի է, բայց միայն այն դեպքում, երբ դադարում են դրա մասին խոսել շշուկով։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ իմ հյուրը մեր ամենահայտնի մաշկավեներաբաններից մեկն է, Հովհաննես Հովհաննիսյանը։ Խոսելու ենք սիֆիլիսի մասին, ասում են սիֆիլիսը գնալով շատանում է։ Այո։ Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Ամբողջ աշխարհում այո գրանցում է շատ մեծ ցուցանիշներ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 70-ականներից հետո նման թիվ երբևիցե չի եղել։ Հայաստանում, եթե համեմատենք 2015 թվականի հետ օրինակ, մոտ 50 դեպք ենք ունեցել, 2025 թվականին մոտ 800 դեպք ենք ունեցել, արդեն ինքներդ հաշվեք, թե ինչքան է շատացել, քանի անգամ, ոչ թե տոկոսով։ Հաշվեցիր, որ ասում խելոք մնա, հələ գնացինք զրուցենք։ 16 անգամ փաստորեն Հայաստանում շատացել է հիվանդացությունը։ Եվ այն դեպքում, երբ մենք վստահ չենք, որ բոլորին հայտնաբերել ենք։ Ինչ է տեղի ունեցել։ Այսինքն մարդիկ գիտեն, որ գոյություն ունի սեռավարակներ, մարդիկ գիտեն, որ գոյություն ունի սեռական կյանքի կանոններ, պաշտպանվելու միջոցներ ու կարծես թե պիտի որ մարդիկ ավելի ու ավելի շատ պաշտպանվեին ու ավելի քիչ լինեին սեռավարակները։ Բոլոր սեռավարակներն են շատանում այս պրոգրեսիայով, թե հենց սիֆիլիսն է առանձին։ Ցավոք սրտի մեր գիտելիքները չեն ազդում մեր վարքագծի վրա։ Մենք շատ լավ գիտենք, որ կա սեռավարակ, շատ լավ գիտենք պաշտպանվելու մասին, բայց մենք չենք պահում բոլոր այն կանոնները, որոնք առաջի հայացքից շատ པարզ, հասարակ, սովորական են, բայց նրանք չեն պահպանում։ Սա մեկ։ Երկրորդը շատ հետաքրքիր է, որ սիֆիլիսին է բնորոշ այս տենդենցիան, տարիների ընթացքում կան նկարագրված գրեթե նույն ցուցանիշների վրա են, էական փոփոխություններ չունենք։ Այդ դա մեր համար զարմանալի է։ Դա մի քիչ դժվար է բացատրել, բայց մի հետաքրքիր վարկած կա, երբ թե մեղավոր բժիշկներն են։
ու ճակերտավոր մեղավորը, բացատրեմ։ Երբ որ սիֆիլիսի քանակը սկսում է նվազել, մենք մոռանում ենք այդ հիվանդության մասին։ Մենք սկսում ենք դրա վրա ուշադրություն չդարձնել։ Այդ դուք մի բառ օգտագործեցիք՝ նմանակող հիվանդություն։ Ոչ մի սիֆիլիսով պացիենտ չի մոտենում ու չի ասում ես ուզում եմ հետազոտվել սիֆիլիսի նկատմամբ, որովհետև կասկածում եմ։ Նրանք այս երեխայի մոտ բնածին սիֆիլիս է եւ բնականաբար միայն այս տեսքով անհնար է հասկանալ։ Բազմաթիվ հիվանդություններ է պետք ստուգել եւ միգուցե նախավերջի տողում մենք կմտածենք սիֆիլիսի մասին։ Նման պատկեր կարծում եմ ձմռան ամիսներին շատերի մոտ կարող են լինել։ Պետք չի միանգամից սիֆիլիսի մասին մտածել, բայց չի էլ կարելի մոռանալ։ Շատ կարևոր մի բան, մենք չենք վերլուծում մեր սեռական վարքագիծը adekvat եւ ազնիվ ինքներս մեր նկատմամբ։ Մենք բացառում ենք այդ խնդիրը, իմ մոտ չի կարա լինի ու վերջ։ Մեր հիմնական գործը նրանումն է, որ բժիշկների մոտ արթնացնենք այդ գիտելիքը, զգուշությունը, օրինակ շատ ակտիվ գինեկոլոգների հետ ենք աշխատում։ Պետք է ուշադիր լինենք որոշ նշանների նկատմամբ, որոշ խումբ պացիենտների նկատմամբ եւ նրանց միշտ առաջարկենք սիֆիլիսի հետազոտություն։ Ոչ թե կողմնորոշվենք այն մտքով, որ մեր հարևանի հարցն է, իր մոտ երբեք տենց բան չի լինի, այլ 800-ը դա շատ մեծ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար եւ նաեւ հաշվի առնելով այն միտքը, որ մենք ընդունում ենք, որ մենք բոլորին չենք կարողացել հայտնաբերել, կարող է կրկնակի ավել լինի, այո, կարող է կրկնակի ավել լինի։ Անպայման վիրահատությունից առաջ հետազոտությունների մեջ մտնում է նաև այո սիֆիլիսի ստուգումը եւ տարվա մեջ առնվազն մի քանի դեպք ունենում ենք, երբ կարծես ոչ մի նշան չկա։ Այո։ Կինը գանգատներ չուներ, նշաններ չկար, ոչ մի բան չկար, մենք պատրաստում ենք վիրահատության, վերջ բան մեկ էլ անալիզների մեջ գալիս է, որ սիֆիլիսը դրական։ Կա հատուկ ցանկ վիճակների, որոնք պահանջում են սիֆիլիսի նկատմամբ հետազոտություն, պարտադիր հետազոտություն։ Բնականաբար պացիենտը տեղեկանում է դրա մասին, համաձայնություն է տալիս նոր, օրինակ բոլոր հղիները հետազոտվում են։ Ես ձեզ մի տվյալ ասեմ, 2003-ից 2015 թվականի այդ ամբողջ ընթացքում մենք երևի մոտ մի 7-10 սիֆիլիս ենք ունեցել հղիների մոտ։ Ամբողջ այդ ընթացքում, ոչ թե ամեն տարի։ Իսկ 2025-ը, 24-ը մեր համար ռեկորդային էր։ Մենք ունեինք 40 հղի սիֆիլիսով։ 40 դեպք, այո։ Բայց մենք հայտնաբերել ենք, բուժել ենք եւ ոչ մի հիվանդ երեխա չենք ունեցել։ Սա էլ շատ լուրջ խնդիր է։ Իսկ երեխայի լրիվ առողջ են եղել։ Լրիվ առողջ են եղել, դինամիկ հսկում են։ Սիֆիլիսը անգամ արտաքինից տարբերվում է այո, մարդիկ նկարի վրա ամբողջ տեսանք կյանքում, երեխայի մոտ։ Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ մենք լրիվ առողջ երեխաներ ունենք, որովհետև բուժման կուրսը ամբողջությամբ ավարտել են, հետագա հսկողությունը եւ երեխաները եւ ծնողները ստանում են, դինամիկ, ընթացիկ նայում ենք, բարբերաբար հետազոտում։ Սիֆիլիսը փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով։ Եզակի դեպքեր կենցաղային փոխանցման գրանցված են, բայց դրանք շատ եզակի են եւ ես նման դեպքերում ասում եմ, երբ չեն կարողացել ապացուցել սեռականի փաստը։ Օրինակ ցավոք սրտի ունեցել ենք անչափահաս երեխաների մոտ նման դեպքեր, բայց ոչ մեկ չի կարողացել ապացուցել։ Բայց դուք կարծում եք, որ Ես իրավունք չունեմ կարծիք հայտնելու ստեղ որպես բժիշկ քնչական դե իմ համար բացարձակ կարևոր չի որ ճանապարհով է փոխանցվել, որովհետև անկախ նրանից ինչ մեթոդով է ձեռք բերել։ Ասենք թե տան անդամներից մեկի մոտ կա սիֆիլիս։ Դե կենցաղային ճանապարհով օրինակ սրբիչի միջոցով փոխանցվել է։ Հնարավոր է։ Քիչ է հավանականություն, բայց այո, չենք բացառում։ Ունենք օրինակ վարքագծային ինչ որ սահմանափակումներ, տան անդամների մեջ ինչ որ կենցաղային սնունդը, ափսեն, պատարակախը, ձեր ասած լոգանքի պարագաները պետք է առանձնացվի, թե չէ, եթե նման բան ախտորոշվել է։ Պետք չի առանձնացնել, տեսեք, շատ կարևոր է հասկանալ տվյալ հիվանդ մարդու մոտ ինչ ախտանիշներ կան եւ այդ ախտանիշներից հնարավոր է արդյոք փոխանցվի մեկ ուրիշին։ Հստակ սահմանափակումներ չկան։ Պարզապես բնականաբար զգուշացնում ենք, որ անձնական հիգիենայի պարագաները առանձին լինեն, կոնտակտ չլինի եւ ամենակարևորն այն է, որ հենց պացիենտը մոտեցավ բուժման, առաջին ներարկումից հետո կարելի ասել ինքը էլ վարակիչ չի։ Պաշտպանված սեռական ակտի ժամանակ վարակվելու հավանականությունը 0։ Այո։ Այսինքն բոլոր դեպքերը փաստորեն դրանք չպաշտպանված սեռական ակտն են։ Այո։ Լավ տրամաբանությունը, այսինքն մարդիկ գիտեն, որ այնտեղ 0 է հավանականությունը, այնտեղ բավական մեծ ցուցանիշ։ Այսինքն եթե կներեք, հարաբերություն են ունենում, պարտներներից մեկը ունի սիֆիլիս, ու չպաշտպանված է հավանականությունը վարակվելու։ Մոտ 60-70%։ Պատկերացնում եք, այնտեղ 60-70%, այնտեղ 0։ Ու դու ընտրում ես
Էքստրեմի սիրահարներ կան, այդ պահին մտածում ես լրիվ ուրիշ բաների մասին, պաշտպանվելու հնարավորություն չկա, մենք չունենք սովորություն հրաժարվել վտանգավորից։ Եթե իդենտիֆիկացվում է դիմացինը որպես ռիսկային, միգուցե ինչ-որ մի բան արվում է պաշտպանվելու համար, բայց բազմաթիվ կապեր կան, որոնք ռիսկային չեն։ Կյանքին ավելի ռեալ աչքերով փորձեք նայել եւ ոչ մեկին մի վստահեք, իրականում ոչ մեկին մի վստահեք ինքներդ ձեզ, ձեր առողջությունը պահպանեք, վերջին հարցս իհարկե բուժման մասին։ Իսկապես այսօր ամբողջությամբ կարելի է սիֆիլիսը բուժել։ Այո, սիֆիլիսի ցանկացած փուլ, անգամ նյարդային համակարգի ախտահարումները ամբողջությամբ բուժելի են։ Միակ խնդիրը բժիշկ պացիենտ հանդիպումն է։ Եթե այդ հանդիպումը տեղի ունեցավ, ապա որևիցե խնդիր մենք չենք ունենալու, եթե անգամ այս դեղամիջոցից ունի ալերգիկ ռեակցիա, կա ինչ-որ խնդիրներ, մենք այդ ամենը կարող ենք շտկել։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննեսյանն էր, շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է այժմ մեր եթերում եւ ես ուզում եմ հրավիրել այստեղ մանկական վիրաբույժ Հենրիկ Մարգարյանին։ Դիմավորենք։ Ողջույն բժիշկ Մարգարյան, ինչպես եւ բոլոր երեխաները կարծում եմ մանկական հասակում վազել եք, թռել եք, խաղացել եք եւ ժամանակ առ ժամանակ մարմնի ինչ-որ հատվածներ վնասել։ Այո, վերքերը երևի մանկության անբաժանելի հատվածն է եղել բոլոր երեխաների, չկա, որ երբևէ վերքեր ունեցած չլինի։ Միանշանակ ամեն, չգիտեմ, երեխան հենց ընկավ ինչ-որ մի փոքրիկ վերք առաջացավ, միանգամից վազել հիվանդանոց պետք չի։ Չէ, միանշանակ պետք չի, քանի որ օրգանիզմը իմանալ նաև թե տնային պայմաններում ինքնուրույն ծնողները ինչ պիտի անեն։ Հա, վերքերի դեմ պայքարը օրգանիզմը դեռ էվոլյուցիայի ընթացքում զարգացել է եւ մարդն ունի իմունային համակարգ, որը որ առաջացած վերքերի եւ աղտոտման դեմ պետք է պայքարի, բայց ոչ միշտ է, որ այդ պայքարը իօքուտ օրգանիզմի է եւ հաճախակի պետք է լինում, որ մենք կողքից ինչ-որ չափով օգնենք օրգանիզմին, փորձենք ախտահաներենք, մանրէազերծենք վերքերը, որպեսզի օրգանիզմի պայքարը ավելի հեշտ լինի։ Լավ, երեխան ընկավ, վնասեց ձեռքը, հիմա տեսնում ենք, որ վերքային որտեղ է ընկել, պակում խաղում է հողի մեջ, քերծվեց, նայում ենք առաջինը ինչ ենք անում։ Գնահատենք վերքի չափսերը, վերքի խորությունը եւ այլն։ Հաճախակի վերքերը լինում են մակերեսային, մենակ վերնամաշկի վնասումներով, մանր կետային առնահոսություններով, որոնք որ ինքնուրույն դադարում են։ Այդ վերքերը կարծում եմ կարիք չունեն հիվանդանոցային բուժման։ Հնարավոր է տանը միայն լվանալ։ Առաջի բանը, որ անել, դա լվանալ։ Օճառով։ Պարտադիր օճառով լվանում ենք, որից հետո չորացնում ենք եւ կարող ենք մշակել տարբեր տեսակի ախտահանիչներով։ Ավելի հաճախ օգտագործում է 10%-անոց բետադինի լուծույթը, որ այսպես ընդունված է, հնարավոր է նաեւ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով ախտահանումը։ Այն ավանդական յոդը փառքաստու արդեն չկա։ Չենք օգտագործում։ Հա, որից որ երեխաները քսում էիր, փչում էիր, որ խեղճ երեխան ցավը։ Այրվածքներ էր առաջացնում երեխաների մոտ։ Եթե չմշակենք, ինչ կարող է տեղի ունենալ։ Չմշակելու դեպքում մենք ունենք երկու հարց, որի պետք է լուծում ստանալ։ Մեկը առաջնային աղտոտվածությունը, որը որ արտաքին միջավայրի մանրէները ներթափանցում են մի հատված, որտեղ իրանք չպետք է լինեն։ Այսինքն բոլորիս օրգանիզմի վրա, մաշկի վրա ամբողջությամբ պատված է մանրէներով, իրանք իրանց համար տեղափրում են ու խնդիրներ չեն առաջացնում։ Բայց երբ մենք ունենում ենք մեր պատնեշների վնասում եւ մանրէները թափանցում են արդեն այն հյուսվածքը, որտեղ իրանք չպետք է լինեն, իրանք գտնվում են իրանց համար դրախտային միջավայրում։ Այսինքն սնունդը շատ է, արյունատար անոթները այնտեղ աշխատում են, սկսում են բազմանալ, սկսում են քայքայել, օրգանիզմը սկսում է պայքարել իրանց դեմ, սահմանազատում է այդ ինֆեկցիոն հատվածը ու տեսնում ենք թարախ։ Լավ, ինչ անել։ Հաճախակի պետք է լինում բացազատել։ Սկսել հակաբակտերիալ բուժումով փոքր թարախակույտերը այդքան էլ գրագետ չի, երկու խնդրով, որ մեծ ագրեսիա են գործում երեխայի օրգանիզմի հանդեպ, ամբողջ օրգանիզմի հանդեպ, փոքր վերքի համար, ինչպես նաև մենք առաջացնում ենք մանրէային դիմադրողականության բարձրացում։ Լավ, իսկ այստեղ մենք էլի տնային պայմաններում տնենք, բացենք, մաքրենք։ Ոչ մի դեպքում։ Ահա։ Եթե արդեն միջամտության անհրաժեշտություն է լինում, լավ կլինի դիմեն բժշկի։ Փոքր վերք է, մեծ վերք է, եթե մենք ունենք թարախային process, ապա այստեղ ինքնաբուժումը տնային պայմաններում արդեն հաստատ մենք խորհուրդ չենք տալիս։ Այստեղ խորհուրդ ենք տալիս թեկուզ պոլիկլինիկական պայմաններում, բայց դա պետք է անի արդեն մանկական վիրաբույժը։ Այո։
դա պետք է արվի մասնագետի կողմից։ Բացի դրանից, եթե ունենք լիարժեք պատվաստված երեխա, ապա խնդիրները հիմնականում չեն լինում, բայց ունենք քիչ քանակությամբ, բայց հակափայտացում չստացած երեխաներ, Այդ շատ պատմություն է, դա առանձին պատմություն է, որտեղ փայտացումը մեզ կարող է սպասել մեր երեխային ցանկացած հատվածում։ Եթե արդեն երեխան չպատվաստված է եւ մենք վերքը ստանում ենք, երեխան վերք է ունենում, այդ դեպքում միանշանակ պարտադիր պետք է դիմեն վիրաբուժի, գոնե տեղամասային մանկաբուժին, որպեսզի իր պատվաստման ստատուսը վերանայեն ու անհրաժեշտության դեպքում պատվաստեն, եթե ցուցումները կան։ Շնորհակալություն, կարճ ասած, եթե ձեր երեխան ընկավ վնասվեց, իսկ դա լինելու է պարտադիր բոլոր երեխաների մոտ, ապա սարսափել վազել հիվանդանոց միանգամից, եթե չունենք լուրջ խորը վերք, եթե չունենք արյունահոսություն եւ այլն, կարիք չկա, բայց կարիք կա անպայման լվանալ, մաքրել վերքը։ Եթե տեսանք խորացավ process-ը, անցավ այնտեղ ինֆեկցիա, եթե տեսանք արդեն թարախակալում աբսցես, ապա այստեղ արդեն կներեք, բայց ինքնաբուժմամբ զբաղվելու հնարավորություն չկա։ Այստեղ արդեն դիմում ենք մանկաբուժին եւ վերքը նորմալ արդեն մասնագիտական մշակման է ենթարկվում։ Ընդամենը այդքանը եւ ձեր երեխան կլինի միշտ առողջ, վազվզող, թրվռացող, երբեմն իհարկե վնասվածքներ ստացող։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ։ Էկզեման մաշկի բորբոքային ոչ վարակիչ հիվանդություն է, որը տարածված է թե երեխաների եւ թե մեծահասակների շրջանում։ Շատ կարևոր է իմանալ էկզեմայի ոչ վարակիչ բնույթ ունենալը, այսինքն էկզեման չի կարող մարդուց մարդ փոխանցվել։ Էկզեմայի ժամանակ մենք ունենք բավականին անհանգստացնող երևույթներ, մաշկի չորություն, կարմրություն, որոնք ուղեկցվում են ուժեղ քորով։ Եվ պետք է իմանալ նաև, որ էկզեման ունի քրոնիկական ընթացք, այսինքն կարող է ունենալ պարբերաբար սրացումներ եւ մեղմացման փուլեր։ Էկզեմայի ժամանակ մենք ունենում ենք մաշկի զգայունության բարձրացում արտաքին ազդակների նկատմամբ։ Հիվանդները շատ հաճախ մաշկի վրա նկատում են կարմրություն, չորություն, երբեմն կարող են լինել մանր վշտիկներ շրջային պարունակությամբ, կարող են լինել ճաքեր։ Ամենաարտահայտված ախտանիշներից մեկը մաշկի քորն է։ Երբեմն հիվանդները անզուսպ քորելով վնասում են մաշկը, որը բերում է բորբոքման էլ ավելի ուժեղացմանը եւ երբեմն նաեւ երկրորդային ինֆեկցմանը։ Էկզեմայի առաջացման պատճառները տարբեր են, սակայն կարևոր դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը։ Բացի այդ կարող են դեր ունենալ նաեւ ալերգիկ գործոնները։ Շատ ժամանակ էկզեման կարող է լինել մասնագիտական բնույթի, այսինքն մասնագիտությունից կամ գործի բնույթից կախված որոշակի նյութերի հետ շփումը կամ մետաղների հետ շփումը կարող է բերել էկզեմայի առաջացման։ Բացի այդ նպաստող գործոններ կարող են լինել եղանակային պայմանները, սառը օդը, ցուրտը։ Էկզեմայի բուժման հիմնական նպատակն է նվազեցնել բորբոքումը եւ նվազեցնել քորը։ Բուժմանը զուգահեռ կարևոր է նաև մաշկի ճիշտ խնամքը իրականացնել, պետք է խուսափել ագրեսիվ լվացող միջոցներից, ագրեսիվ քիմիական նյութերի հետ շփումից, շատ տաք ջրով լոգանքներից, որոնք կարող են նպաստել էկզեմայի սրացմանը եւ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել նաև խոնավացնող միջոցներ։ Էկզեման բավականին տարածված հիվանդություն է, սակայն ժամանակին ճիշտ բուժման եւ ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է վերահսկել հիվանդությունը եւ բարելավել կյանքի որակը։ Այնպես որ եթե մաշկի վրա նկատում եք ինչ-որ աննշան փոփոխություններ, կարմրություն, չորություն, դրանք կարող են լինել արդեն նախանշաններ էկզեմա հիվանդության։ Այդ պատճառով կարևոր է ժամանակին դիմել մաշկաբանի եւ կանխարգելել հիվանդության զարգացումը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ժամանակը եկավ սնվելու։ Բոլորս ամեն օր սնվում ենք, բոլորս փորձում ենք սնունդից հաճույք ստանալ, բայց միշտ երևի թե մտածում ենք, որ սնունդը պետք է լինի առողջարար։ Դա հենց այդպես էլ կա։ Այդ հարցում մեզ այսօր կօգնեն համոզվելու հերթական անգամ Սրտաբան Վարդգես Մովսեսյանը, ողջույն Բժիշկ Մովսեսյան, եւ իհարկե մեր խոհարար Նարինե Ալեքսանյանը կպատրաստի, նայն է, ես հիմա նայում եմ սեղանի վրա ու ես համոզված չեմ, որ մենք այսօր օգտակար սնունդ ենք պատրաստում, այն խմորի մեծ քանակությունը արդեն ինձ սկսեց վախեցնել։ Ունենք խմոր, իհարկե ոչ այնքան օգտակար միգուցե է, բայց կփորձենք քիչ օգտագործել։ Լավ, մենք այսօր պատրաստելու ենք ինչա կեսադիլիա։ Այո։
Այդ ինչ է։ Դա մեքսիկական ուտեստ է համարվում, քանի որ մենք այստեղ ունենք ցածր ճնշման խնդիր, մենք այն կպատրաստենք առատ պանրով եւ իրեն հետ կմատուցենք թթու դրված պղպեղ։ Խոսելու ենք ցածր զարկերակային ճնշման մասին, օգտագործել ենք հաց ուտիկ 1-ից 2 հատ, հալվող պանիր 100 գրամ, եգիպտացորեն պահածոյացված 40 գրամ, բուլղարական կարմիր պղպեղ 40 գրամ, համեմ 20 գրամ, թթվածեր 40 գրամ, կարա 20 գրամ, հալեպենյո պահածո 30 գրամ եւ կանաչ սոխ։ Եվ որ մարդը ասում է, ես ճնշում ունեմ, բոլորը ենթադրում են, որ դա բարձր զարկերակային ճնշում է։ Որտեղ բարձր զարկերակային ճնշումը միանշանակ շատ ավելի վտանգավոր է, քան ցածր ճնշումը։ Իհարկե նորմաները մի փոքր տարբեր են, այսինքն մենք նորմալ ճնշման մասին խոսում ենք, երբ այն 120-80 է եւ ավելի ներքև, եւ անգամ 110-ից սիստոլիկ զարկերակային ճնշման մասն է խոսում։ Թիվը, այո, ներքև համարվում է օպտիմալ ճնշում, այսինքն ավելի լավ ճնշում է դա, եթե բուժառուն տանում է թեթև եւ չունի ուղեկցող գանգատներ։ Եթե այդ ճնշումը հանկարծահաս է առաջացել, այսինքն մինչ այդ ճնշումը 120-80-ներ ենթադրենք եւ մի օր սկսել է ճնշումը իջնել 90-60 եւ ավելի ներքև, այս դեպքում իհարկե պետք է մտածել խնդիրների մասին եւ այցելել սրտաբանի բնականաբար։ Նայեք, մենք երբ ասում ենք բարձր զարկերակային ճնշում, մենք ունենք հստակ նորմա ունենք։ Մենք ասում ենք չպետք է գերազանցի 139, չէ, 140-ից սկսած արդեն ասում ենք զարկերակային գերճնշում։ Ըստ նոր ուղեցույցի Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի նորման, ինչպես նշեցինք, 120-80-ն է, 120-ից մինչև 130 արդեն համարվում է բարձրացած զարկերակային ճնշում, եւ այս պարագայում մենք պետք է իրականացնենք կենսակերպի փոփոխություն բուժառուի մոտ, եթե կենսակերպի փոփոխությունը շտկումը չի բերում դրական էֆեկտի, այս դեպքում արդեն ցուցված է նշանակել հակահիպերտենզիվ։ 130-ից իսկ 130-ից բարձր արդեն համարվում է զարկերակային հիպերտենզիա, եւ այստեղ մենք չունենք նախկին աստիճանակարգը, առաջին աստիճան, երկրորդ, երրորդ, արդեն համարվում է զարկերակային հիպերտենզիա։ Բոլորը ունեն։ Բարձրը հասկացանք, իսկ ցածրի համար սահման կա, ստորին սահմանը նորմայի կա, ասենք թե չգիտեմ 90, 89, 85։ Տեսեք, երբեմն դա ֆիզիոլոգիական է, որովհետև կան մարդկանց խմբեր, ում մոտ օրինակ 90-60 ճնշումը համարվում է նորմալ, եւ 85, օրինակ 55-ը եւս նորմալ։ Իհարկե ավելի ցածրը, կրկնում եմ, եթե ուղեկցվում է ցածր ճնշումը որոշակի գանգատներով, օրինակ գլխապտույտով, թուլությամբ եւ ավելի վտանգավոր, օրինակ ուշագնացությամբ, այստեղ իհարկե պետք է խոսել խնդրի մասին եւ փորձել գտնել պատճառը։ Ճնշում օրվա տարբեր ժամերին պետք է տարբեր լինի, թե միշտ պետք է կայուն լինի։ Տեսեք, իրականում զարկերակային ճնշումը ունի տատանողականություն օրվա մեջ, կախված մեր ռիթմից, բնականաբար երբ մենք նոր ենք արթնացել, ճնշումը ավելի ցածր է, օրվա մեջ երբ որ մենք կատարում ենք օրինակ թեթև ֆիզիկական ակտիվություն կամ թեթև, այսինքն քայլքի դեպքում եւս այն կարող է բարձրանալ եւ սա նորմալ է։ Իսկ ինչքան կարող է այդ տատանումը լինել նորմայում։ Եթե մենք օրինակ խոսենք ֆիզիկական ակտիվության մասին, բնականաբար այն կարող է գերազանցել անգամ 130 մմ սնդիկի սյունը եւ այստեղ մենք չենք խոսի խնդրի մասին։ Հիվանդակին վիճակ մենք ախտորոշենք այն դեպքում, երբ բուժառուն օրինակ 15 րոպե գտնվել է հանգիստ վիճակում, դրանից առաջ չի օգտագործել ծխախոտ կամ սուրճի ընդունում չի եղել եւ դրանից հետո միայն չափված զարկերակային ճնշման թվերը կլինեն արժանահավատ եւ այստեղ նոր մենք կարող ենք ախտորոշել կար խնդիր թե ոչ։ Համաձայն եք այն գաղափարի հետ, որ զարկերակային ցածր ճնշումը պայմանավորված է ջրի քիչ օգտագործման հետ, անբավարար օգտագործման։ Հիմնական պատճառներից մեկն է ջրաղային փոխանակության խանգարումը կամ առհասարակ առօրյայում ջրի քիչ օգտագործումը, որը բավականին տարածված է եւ կարող եմ ասել, որ բուժառուների մոտավորապես 70%-ի մոտ հենց պատճառը ջրի քիչ քանակի ընդունումն է։ Կոպիտ ասած ջրազրկված է։ Այո, որովհետև օրական նորման մեր համարվում է քաշը բազմապատկած 35-ով եւ ստացված թիվը միլիլիտրերով կլինի մեր օրական ջրի այն քանակը, որը անհրաժեշտ է ընդունել։ Կարող եմ հիմա հաշվել մի վայրկյան, այսպես եւ վստահ եմ, որ դուք այդքան ջուր չեք խմի։ 88 անգամ 35 3080։ Այո, մոտավորապես 3 լիտր պետք է ընդունեք ջուր, այո։ Եթե անկեղծ 3 լիտր ջուր, իսկ դուք օգտագործում եք այդքան։ Ես 3 լիտր ոչ, բայց իմ քաշին համապատասխան մոտավորապես 2.5 լիտր, այո, ես փորձում եմ այն պահել։ Իհարկե դժվար է, բայց խորհուրդ եմ տալիս, որ բուժառուները կամ մարդիկ, ովքեր լսում են, կարող են օրվա ընթացքում ջուրը դնել իրենց սեղանին, աշխատասեղանի կողքին կամ կախված իրենց օրվա ռիթմից եւ օրինակ դնել հիշեցումներ հեռախոսով, որ 2 ժամը մեկ օրինակ հիշեցնի մեզ, որ պետք է ընդունել ջուրը։ Իրականում դա սովորութային է։ Այո։ Մարդիկ կարող են իրենց սովորեցնել մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործել։ Իդեպ ջուր թե հեղուկ։ Խոսքը այստեղ ջրի մասին է, բայց բնականաբար եթե մենք օգտագործում ենք հետահեղուկներ, օրինակ թեյի քանակը եւս մտնում է այս մեր օրական նորմայի մեջ։
Լավ, հիշենք, բանաձևը քաշը բազմապատկած 35-ով, այդքան միլիլիտր։ Եվ հաճախ մենք կարող ենք չզգալ օրինակ ջրի պահանջ, որտեղ շատ հաճախ նշում են բուժողները, որ ես ընդհանրապես ջրի կարիք չեմ զգում օրվա մեջ եւ բավարարում եմ միայն սուրճով եւ թեյով, բնականաբար սա շատ սխալ է, որովհետեւ սա կբերի ոչ միայն օրինակ ճնշման, իջեցման, այլ նաեւ կարող է առաջացնել խնդիրներ օրինակ միզային համակարգում եւ օրինակ երիկամաքարային հիվանդության բերել ջրի քիչ քանակի օգտագործումը։ Աղը մենք շատ հաճախ ասում ենք աղը սահմանափակենք, որ ճնշումը իջնի։ Չբարձանա։ Այո։ Ահա։ Իսկ հիմա ինչ, մարդկանց ասենք շատ աղ օգտագործեք ձեր ճնշումը ցածր է։ Երբ որ կտրուկ իջել է ճնշումը, ամենաառաջի օգնությունը դա կերակրի աղի օգտագործումն է, այսինքն կերակրի աղը խորհուրդ ենք տալիս պահել բերանի խոռոչում, որը ավելի հեշտ է դրդում քեմոօնկալիչները, որոնք բերում են օրինակ անոթային սպազմի, եւ պարկել ոտքերը, ստորին վերջինները դնել բարձր դիրքում։ Սա շատ արագ կբարձրացնի զարկերակային ճնշումը, քան մեր ընդունված քաղցր հեղուկների ընդունումը։ Եվ եթե ունենք ճնշման քրոնիկ իջեցում, եւ եթե չկան ուղեկցող հիվանդություններ, այսինքն այն պայմանավորված չէ սրտային անբավարարությամբ, օրինակ, ապա այս բարգայում խորհուրդ ենք տալիս ռացիոնում կերակրի աղի քանակը որոշակիորեն բարձրացնել կամ ընդունել աղ պարունակող մթերքներ։ Լավ չստացվեց։ Միշտ աղի դեմ պայքարում ենք, հիմա Սա միակ բացառությունն է, երբ ունենք ցածր զարկերակային ճնշում։ Իդեպ ոտքի բարձրացնելու մասին, այստեղ նաև հիշեցնենք, եթե մարդու մոտ կա ուշաթափություն, ամենամեծ սխալներից մեկը, երբ որ մարդուն փորձում են չթողնել, որ չընկնի, գրկած են պահում, նստեցնում են եւ այլն, երբեք մարդը ուշաթափվեց, գիտակցության կորուստ, առաջին բանը, որ պետք է անել, դա պարկեցնել, տալ հորիզոնական դիրք, որից հետո եթե մենք ուզում ենք, որպեսզի արյան շրջանառությունը վերականգնվի, ոտքերը բարձրացնել։ Երբեք մի գրկեք, մի պահեք, մի փորձեք իրեն կանգնած դիրքում ոսպես պահել, ընդհանրապես պարկացրեք, ոտքերը բարձրացրեք վերև, ամենայն հավանականությամբ շատ արագ կվերականգնվի։ Եվ նաև նշեմ, որ ցածր ճնշման պատճառը հաճախ լինում է երկարատև կանգնած վիճակում գտնվելը, սա եւս ռիսկի գործոններից մեկն է, որը կարող է բերել զարկերակային ճնշման իջեցման։ Եվ ուրեմն մենք արդեն ստացանք մեր կեսադիլյանները, ասեմ, որ պատրաստելու համար ունեինք 1-ից 2 հատ հացուտիկ, հալվող պանիր 100 գրամ, եգիպտացորեն պահածոյացված 40 գրամ, բուլղարական կարմիր պղպեղ 40 գրամ, համեմ 20 գրամ, թթվասեր 40 գրամ, կարակա 20 գրամ, հալեպենյո պահածոյացված 30 գրամ եւ կանաչ սոխ։ Գնանք ուտենք, տեսնենք ինչ ստացվեց։ Ճնշումներից կբարձրանա։ Փորձենք։ Քանի որ պարունակում է աղ պարունակող մթերքներ, բնականաբար որոշակիորեն կունենանք ճնշման բարձրացում, եթե ունենք նախորդիվ ցածր թվեր։ Եթե նորմալ է, ապա այն որևէ կերպ բացասաբար չի ազդի։ Բացարձակ չենք մտահոգվում, մեր կողքը սրտաբան կա, եթե պետք լինի, մեզ առաջի օգնությունը ցույց կտա։ Գնացինք, բարի ախորժակ բոլորին։ Այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որը շատ տարածված է, իլիոսակրալ դիսֆունկցիա, ինչ է սա, սա կոնքասրբանային հոդի խանգարում է, եւ հոդը կորցնում է իր շարժունակությունը եւ առաջացնում է ցավ մեջքի ստորին շրջանում։ Հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ, այսինքն համարվում է տարիքային, որովհետև տարիքին զուգահեռ հոդերը, մկանները, կապանները կորցնում են իրենց շարժունակությունը, էլաստիկությունը եւ առաջացնում է այս խնդիրը։ Նաեւ կարելի ասել երիտասարդ տարիքում է հանդիպում պատճառների հիմնականում ծարաբեռնվածությունը, երկար մի դիրքով նստած մնալը, կեցվածքի խանգարումները, ինչպես նաեւ հղիության ընթացքում է լինում, երբ ծարաբեռնվածությունը դեպի կոնք է գնում։ Այսինքն նպաստում է, որպեսզի ճնշում լինի հոդի շրջանում։ Հիմա ցույց կտամ մի քանի պարզ էլեմենտար վարժություններ հոդի շարժունակության համար, մկանները թուլացնելու համար։ Այս վարժությունը կատարելու համար մեզ պետք է գորգ, որի ժամանակ պարկում ենք մեջքի, ոտքը ծալած, մյուս ոտքին դրած, կատարելու ենք ռոտացիաներ, պտույտներ կոնքային հատվածում բեռնաթափելու համար, կվադրատուս մկանի, գոտկային հատվածի ստորին մկանի լարվածությունը նաև թուլացնելու համար։ Ուսերը կպած հատակին արտաշունչով անում ենք պտույտ, ֆիքսում ենք, շնչով վերադառնում ենք։ Յուրաքանչյուր կողմը կատարում ենք 10 անգամ 2 մոտեցումով։
Հաջորդ վարժությունը դա կվադրատոս մկանի թուլացման համար է, հենց այս խնդրի ժամանակ է այս մկանը լարվում, նստած ժամանակ, կանգնած ժամանակ, մի թեթև իրա թուլացնելը բավականին ցավը մեղմում է։ Կանգնած դիրքից ոտքերը խաչելով, մյուս ձեռքը վերևից բռնելով, արտաշունչով մարմինը հրում ես դեպի դուրս, ձգվում է կվադրատոս մկանը եւ լայնակի մկանի ստորին հատվածը, ֆիքսում ենք 10 վայրկյան, թողում ենք։ Նորից արտաշունչով ձգում ենք, ֆիքսում ենք 10 վայրկյան, թողում ենք։ Կրկնում ենք 10-ից 15 անգամ յուրաքանչյուր կողմի համար։ Այս վարժությունը նույնպես կատարում ենք գոտկային հատվածի բեռնվածության համար, այսինքն թուլացնելու համար։ Նստում ենք տազի վրա, մի ոտքը ուղիղ, մյուս ոտքը ծալած սնկի դրսով դրած հատակ, ծալված ոտքի կողմից կվադրատոս մկանը սկսում է ձգվել, այսինքն թուլանալ։ Ինչքան կարողանում ենք դիմադրելով ֆիքսում ենք, հենց որ արդեն դիմադրությունը շատ է ուժեղ, թուլանում ենք։ Այսինքն քո հնարավորության սահմանում ֆիքսում ենք երկար ստատիկ դիրքով ու թողնում ենք։ Հիշեք, որ բուժման համար շատ կարևոր է շարժման ճիշտ տեխնիկան։ Ինչ հարգելի հեռուստատողներ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը այսօր գոնե մի քիչ ավելի շատ ինֆորմացիա ստացավ, թե ինչպես է պետք պահպանել առողջությունը եւ լինել առողջ։ Եղիր առողջներ հանրայինի եթերում։ Կհանդիպենք։